Պարոն Սիմոնյան, ես ուզում եմ անդրադառնալ Մոսկովյան հանդիպմանը, այդ հանդիպումը բավականին բաց տեքստով էր ամեն ինչ ասում եւ տպավորություն էր, որ ռուսական կողմը ուզում է նաեւ հայ ժողովրդին հասանելի դարձնել այն ամենի մասին, ինչ մտածում են Ռուսաստանում այս պահին եւ վտանգների մասին էին մեզ զգուշացնում եւ այս հանդիպումը նաեւ եզրահանգումների առիթ է տվել այն առումով, որ վերջնագրեր են ներկայացրել Հայաստանին, Հայաստանի իշխանությանը որոշակի հարցերում, նույն ԵԱՏՄ, ԵՄ, նույն երկաթգծի հետ կապված շատ այլ հարցերում, ինչի մասին հանդիպան ընթացքում խոսվել է։ Արդյոք դուք այդ հանդիպումից հասկացել եք, որ իսկապես վերջնագրերով են խոսել Հայաստանի իշխանության հետ եւ դրանից ինչ հետևություններ եք արել։ Նման խոսակցությունները նոր չեն եւ այդ օրինակ ապրանքների հետ կապված, հագազի գնի հետ կապված տարիներ շարունակ եղել են եւ պետք է ասեմ, որ այդ պարագայում, եթե նրանք նման որոշում կկայացնեն, Հայաստանի Հանրապետությունն իր որոշումը կկայացնի եւ դուրս կգա վերջնականապես թե ՀԱՊԿ-ից, թե ԵԱՏՄ-ից եւ մնացած կառույցներից, բայց չեմ կարծում, որ դրան կգնա կհասնի, որովհետեւ ես գիտեմ նաեւ, որ շատ լավ զրույց է դրանից հետո տեղի ունեցել երկու երկրի ղեկավարների միջև, շատ աշխատանքային, շատ արդյունավետ, հույս ունեմ պարոն վարչապետը այն մասը, որը կգտնի ճիշտ, ինքը ձեզ կպատմի, բայց միևնույն ժամանակ այո, ընդունում եմ, որ այդ խոսակցությունը այնպես չէ, որ մենք հաճախ ենք դնում երկու երկրների, որևիցե երկու երկրների հանդիպումների բաց մասում, բայց միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի կարծիքը եւ տեսակետը նույնպես ներկայացրեց եւ այն բոլոր հրապարակումները, որոնք որ համացանցում կան, այդ գնահատականը կիսում են, որ ես տալիս եմ, դա process է, դա բանակցություն է, դա խոսակցություն է, որը որ կարծում եմ նաեւ դրական կողմեր պարունակում, օրինակ ակնհայտ էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսում էր քաղաքական ուժերի մասին, ռուսամետ քաղաքական ուժերի մասին եւ այլևս այդ ուժերը չեն կարող ասել, որ իրանք Ռուսաստանի Դաշնության հետ որևիցե կապ չունեն, այդ առումով ենթադրում եմ, որ ընկալում չկա, որ այդ արտահայտությունը Հայաստանի Հանրապետությունում շատ բացասական էմոցիա է առաջացնում, հա։ Մենք հոգնել ենք դրսից քաղաքական դաշտ բերվող եւ նշանակովի նախագահներից եւ երկրի ղեկավարներից եւ բաց ասեց էս իմ տղեկն են, կլինի իրանք էլ մասնակցեն, ինչին ի պատասխան մեր վարչապետը ասեց մեր սահմանադրությունը թույլ է տալի մասնակցել այնքանով որքանով եւ մնացած առումով ազատ երկիր ենք եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությունը կանի։ Ես կարծում եմ արչի ծառայություն մատուցեց նաեւ այն բանով, որ այդ առաջ էր, երբ որ ասում էին դե Մոսկվայից դաբրոն կա եւ այլ, այստեղ դաբրո Հայաստանի Հանրապետությունում այլևս մի դաբրո կա, դա Հայաստանի ժողովրդի դաբրոն է եւ Հայաստանի ժողովուրդը չի սիրում, որ դրսից են իրան ասում։ Բայց նաեւ գազի գնի հետ կապված, պարոն Սիմոնյան, էլի բաց ասվեց, հիմա եթե բարձրանա գազի գինը, էլի մենք ոչինչ ԵԱՏՄ-ից դուրս կգանք։ Երբ որ գիտեք ինչ, հարցը տեղին է, բայց կրկնում եմ նման խոսակցություններ էլի եղել են։ Երբ որ մենք կգանք կհասնենք այն կետին, երբ որ ինչ որ գործողությունների հետ կապված բան կտեսնենք, ես կամ կառավարության ներկայացուցիչը կամ մեր գործընկերները կմեկնաբանի։ Ես ձեզ ասում եմ, որ խոսակցությունը տեղի ունենում, մենք ասել ենք ու ես կրկնում եմ վերահաստատում եմ, մենք Ռուսաստանի Դաշնության դեմ որևիցե բան չենք անել ու չենք արել ու չենք պատրաստվում անել, բայց միևնույն ժամանակ մենք պաշտպանել ենք ու պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը